Դե ինչ հարգելիներս։ Այն ինչ կատարում է այսօր ակնհայտ հա դիմապատկերն է այսօրվա Հայաստանի։ Միանգամից ուզում եմ ընդգծեմ, մեր ձեր քաղբանտարկյալներ չկան, էլի քաղբանտարկյալները իրենք քաղբանտարկյալ են եւ Ավետիք Չալաբյանի պատկերը այսօր որ դուք տեսնում եք, ինքը շատ ակնհայտ ցույց է տալի ինչա կատարում եւ իհարկե չեմ կարող չընդգծել եւ չնշել նույն Գագիկ Ծառուկյանի кейսը, հա, որը Եվս քաղբանտարկյալ է եւ բնավ չի նշանակում, թե իշխանավորները ինչ են պնդում, այո, ուղիղ, պարզ, դասական առումով, դասագրքային кейս է Գագիկ Ծառուկյանի գործը համաձայն որի իր հայացքների համար մարդը հալածվում է, ինչպես հալածվում է Ավետիք Չալաբյանը, ինչպես հալածվում են այլ քաղբանտարկյալներ Արեգնաց Մանուկյանը, Անդրանիկ Թևանյանը, Արտուր Սարգսյանը, կարող եմ այդ ցանկը Խաչիկը, կարող եմ շատ sense երկար այդ ցանկը շարունակել, բայց մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ որ կարծիք հայտնելու համար, միայն եւ միայն կարծիք հայտնելու համար մի հատ շինց ու բան են գտնում եւ մարդկանց կալանքի տակ են մտցնում, հիշեցնում, այո։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի եւ ասաց իսկ ինչու պետք է այսօր տարի ազատության մեջ լինի Գագիկ Ծառուկյանը, այսպես գնահատական։ Այսինքն մի մարդ, ով հպարտանում է նրանով, որ մեր հայրենիքի մի մասը հանձնել է Թուրքիին, մի մարդ, ով ակնհայտորեն հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության այլ տարածքներ պետք է հանձնվեն, մասնավորապես Տիգրանաշենը, մի մարդ, որը հայոց եկեղեցու դեմ այսօր արշավ է սկսել, զարմանք է արտահայտում մի մարդու հանդեպ, ով ամբողջ իր կյանքի ընթացքում արարել է, կառուցել է, հա, Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը գնում, եկեղեցիներ է կառուցել։ Ես խորհուրդ կտայի զարմանքը մի քիչ այլ ուղղությամբ տանել։ Ես էլ եմ շատ բան, ես օրինակ զարմանում եմ, ոնց կարար 20 թվականից հետո այս իշխանությունը մնար իշխանություն։ Ես զարմանում եմ, որ 26 թվականին ապա լեգիտիմ ընտրությունների պարագայում, որտեղ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնությունը 736,000 ընտրող քվեարկել են, չեն քվեարկել այս իշխանությանը։ Իրանք մաթեմատիկայի հետ ըստ երևույթի խնդիր ունեն, որովհետև իրենց տված 724,000 ձայները կամ 26,000, այստեղ ավելի քան համոզված եմ 726 չէր, ավելի քիչ էր, բայց ինչևից են այս նկարչական այդ բաներով թողնի 726։ Ինքը ավելի քիչ է, քան 734,000 կամ 736,000, ավելի քիչ է։ Ըստ երևույթի Թավշյա կամ այս Չակերտներում, հա, նոր Հայաստանի մաթեմատիկան տարբերվում է այլ մաթեմատիկայից։ Եթե մաթեմատիկան իրանց տարբերվում է դասական մաթեմատիկայից, ապա հայացքներն էլ կտարբերվեն նույն Գագիկ Ծառուկյանի մասով։ Բայց ինչ պետք է ասեմ, պետք է ասեմ, որ մարդուն բռնել են կարծիք արտահայտելու համար, որ մարդուն բռնել են միայն նրա համար, որ ինքը իր հայրենիքը սիրում է, հա, թե մարդուն բռնել են նրա համար, որ տասնյակ հազարավոր աշխատատեղա ձևավորել է, ապա պետք է ասեմ։